Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը։ Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելավոճի բացառմանը։ Դրանով է բացատրվում նաև, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2%-ով։ Դրա հետ մեկտեղ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7%-ով։ Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք, նախորդ տարվանից 2,4%-ով ավելի։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն։ Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 11,5%-ով։ Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33%-ը, 2012 թվականի 31,6%-ի դիմաց։ Ոստիկանությունը խիստ կարևորում է նաև ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը։ Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժ է ենթարկվել 845 ծառայող։ Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին գնահատեց կատարված աշխատանքը։ Ես արդյունավետ տարի եմ համարում բոլոր իթերություններով հանդերձ, այնուամենայնիվ մենք կարողացանք այն տրամաբանական մինիմումին հասնենք, որի մասին խոսում ենք։ Կարողացանք հանցագործությունները թաքցնելու, ծեծով բացահայտումների և նմանատիպ երևույթների դեմն առնել։ Մեկ-երկու դեպքեր եղել են, դա էլ իր որոշակի գնահատականն է ստացել։ 2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես նշեց. Մենք մեր ժողովրդի ոստիկանությունն ենք ստեղծում և այս կամքը դրսևորելու ենք այս տարվա մեջ նույնպես, և այս տարին 14 թվականը լինելու է բեկման տարի։ Այսօր մենք ունենք բավականին հմտություն, այսօր մենք ունենք բավականին ուժ, որպեսզի կրիմինալին դնենք իրենց տեղը։ Ցանկացած բաժնի տարածքում, եթե ես կտեսնեմ հեղինակություններ, խմբավորումներ, գյուղացուն կամ քաղաքացուն ճնշող երևույթներ, ուրեմն տեղի ոստիկանապետը տեղում չի, ուրեմն տեղի ոստիկանապետը ոստիկանության համակարգի աշխատող չի։ Հանելա պետք համազգեստի մեջից թույլ, խուսափող, ընկերների թիկունքում թաքնվող ոստիկաններ, ոստիկանապետեր այս համակարգին այս տարի հրաժեշտ են տալու։ Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում աշխատանքում թերացած մի շարք ծառայողներ տույժեր ստացան։ Լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր։ Կոլեգիայի նիստն ավարտվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ։ Հասարակությունը մեզանից սպասելիքներ շատ ունի, և չարդարացնելով սպասելիքները մենք իրավունք չունենք, և մենք արդարացնելու ենք այդ սպասելիքները այս պարգևատրվող տղաներով, ովքեր իրենց ծառայությամբ ապացուցել են, որ իրենք նորոգված են, որ իրենք գնալու են առաջ և այլևս հետին հետադարձ չկա։ 2013 թվականի լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները։ Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր և արժանացան դրամական խրախուսանքի։